Երկկողմ երթևեկությամբ գծանշված ճանապարհներին 3 գոտու առկայության դեպքում բացառությամբ երթևեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների, որոնց միջին օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը արգելվում է։ Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, որ տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցներին, թույլատրվում է թեթև մարտադարի վարորդին սկսել շարժումը, այո, եթե չի խոչընդոտի բեռնատարի վարորդին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն անբավարար տեսանելիություն է համարվում մառախուղի, անձրևի, ձյունաթափի և կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիությունը և կամ մինչև 300 մետր տեսանելիության հեռավորությունը, քանի երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը։ 2. Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե դողերն ունեն անվադողի հենքը, կորդը մերկացնող տեղային վնասվածքներ։ Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե 2 դեպքում էլ ճանապարհի վտանգավոր հատվածի տեղամասից ինչ հեռավորության վրա են տեղադրվում այս նշանները բնակավայրերում 50-ից 100 մետր, ինչ է ցույց տալիս նշված ճանապարհային նշանը։ Նշանից 150-ից 300 մետրից հետո աջ կողմի կա ճանապարհի նեղանցում, որի երկարությունը 100 մետր է։ Նշանները տեղեկացնում են այն մասին, որ 150 մետրից չկարգավորող հետիոտային անցում է լինելու։ Այս նշանը ցույց է տալիս շարժման ուղղությունը խաչմերուկում, որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը՝ դեպի աջ երկրորդ անցումով։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ բեռնատար ավտոմոբիլը և մոտոցիկլը, ավտոբուսը, տրոլեյբուսը։ Որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Ավտոմոբիլի վարորդը։ Ինչ են նախազգուշացնում երթևեկելի մասի վրա գծանշված սլաքները։ Նախազգուշացնում են երթևեկության գոտու վերջին մոտենալու մասին։ Դեպի ձախ երթևեկությունը շարունակելու համար, որտեղ պետք է կանգ առնի ավտոբուսի վարորդը, ճանապարհը թեթև մարտադար ավտոմոբիլին զիջելու համար։ Գծանշման մոտ, որ ուղղությամբ է թույլատրվում երթևեկությունը, ուղիղ դեպի աջ և դեպի ձախ։ Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում։ 1 երկար և 3 կարճ, որն է նկարում պատկերված երթևեկության թույլատրելի ուղղությունը։ Աջ նկարում վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում է ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը ընկնում։ Ինչ պետք է անել։ Բարձրացնել նրա ոտքերը։ Ավարտել։ Վերջացրեցինք 6-րդ թեստը։